Պարոն Կոնջորյան, պատիվ ունեմ 3 արտերից հայտարարեց, որ իմպիչմենտի գործընթացին միանում է ընդառաջելով քաղաքացիների նման առաջարկին դիմումին։ Քաղաքացիական պայմանագիրը ինչ դիրքորոշում ունի եւ հնարավոր է օրինակ ձեր խմբակցությունից պակասող պատգամավորները, քանակ որովհետեւ գիտենք, միանան։ Իհարկե ոչ։ Պարզ չի մեր դիրքորոշումը, սա բացարձակապես դատարկամիտ օրակարգ է եւ նույնիսկ Հայաստան խմբակցության ղեկավարն է հայտարարել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի հիմք գոյություն չունի, այնպես որ ես ավելի շատ կարծում եմ, որ սա ընդդիմության ներսում իրար հետ հաշիվներ մաքրելու եւ միմյանց ինչ-որ քաղաքական պրոցեսներ պարտադրելու եւ դրանով ավելի լավ ընդդիմադիր երևալու մրցավազք է սկսել եւ բնականաբար իրենց մրցավազքի մեջ թող մրցեն, տեսնեն ով ավելի առաջ, ով ավելի հետ, դա իրենց խնդիրն է։ Ինչի համար են մրցում, եթե մրցավազք։ Ես կարծում եմ, որ որքան մոտենան ընտրությունները, այնքան ընդդիմադիրները սկսելու են իրար դեմ պայքարել, թե ով է ավելի ընդդիմադիր։ Եվ իրականում, բայց ես չեմ ասում մի բան, որը հանրային դաշտում չկա, այսինքն մենք ներողություն։ Այսինքն մենք դուք էլ տեսնում եք, թե ինչ բառապաշարով, ինչ տեքստերով են իրենք իրար մասին խոսում, եւ չնայած ընդհանուր առմամբ թե արժեքային համակարգով, թե քաղաքական ինքնությամբ իրենք բոլորը նույն քաղաքական ինքնություն ունեն, նույն քաղաքական արմատ ունեն Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը, սկզբունքորեն իրենց մեջ չի կարող լինել արժեքային եւ ֆունդամենտալ տարաձայնություններ, որովհետեւ գիտեք մաֆիոզները ոնց են, իրենք իրար հետ տարաձայնություններ կարան ունենան ազդեցության գոտիների բաժանման համար, բայց մաֆիոզները մնում են մաֆիոզներ։ Պարոն Կոնջարյան, նոր ձեր գործընկեր Հակոբ Արշակյանը ասում է իմպիչմենտի համար հիմքեր չկան, քանի որ Նիկոլ Փաշինյանը Ես որ մի հատ բարձր կանգնեմ, ներողություն էլի, հա։ Քանի որ Նիկոլ Փաշինյանը փայլուն կառավարիչ է բոլոր ոլորտներում, այդ թվում անվտանգային դուք եք այդպես։ Այո, ես էլ եմ այդպես կարծում, ես կարծում եմ, որ եւ համոզված եմ, որ բոլոր, բայց ձեր գործընկերոջ հարցը դեռ չեմ ավարտել։ Ես կարծում եմ եւ համոզված եմ, որ բոլոր երկրներում բոլոր կառավարիչները, բոլոր կառավարությունները ունենում են եւ հաջողություններ, եւ դժվարություններ, եւ մենք մշտապես ինքնահայացմամբ ենք զբաղվում եւ փորձում ենք գնում ենք խաղաղության ճանապարհով, խաղաղության օրակարգով, բայց կարծես թե այդ ճանապարհն էլ արկղված է գործընթացներ։ Դե ճանապարհը ինչքանով է, ակնհայտ է, չէ՞ որ խաղաղության ճանապարհը բարդ է։ Եվ ինչպես որ բոլոր բարդ ճանապարհները, այնպես էլ այս ճանապարհին կարող են լինել խոչընդոտներ, կարող են լինել տարատեսակ զիգզագներ եւ մենք գնում ենք այդ ճանապարհով։ Դա մեր քաղաքական հանձնառությունն է, մեր հավատամքն է եւ դա մենք մեր ժողովրդին խոստացել ենք եւ գնալու ենք այդ ճանապարհով։ Եվ որևէ մեկը չի ասել, որ այդ ճանապարհը լինելու է հարթ։ Գիտեք, շատ ժամանակ մարդիկ խաղաղություն բառը, որը ինքը իրենով պոզիտիվ է, շփոթում են խաղաղության հասնելու ճանապարհի հետ, որը իրենով շատ դժվար է, եւ ասում են, բա խաղաղությունը սենց է լինում, սենց դժվար է։ Հա, խաղաղության հասնելը դժվար է։ Խաղաղությունը լավ բան է, բայց խաղաղության հասնելու ճանապարհը դժվար է։ Ասում են ինչի գնով, պարոն Կոնջորյան, այդ խաղաղությունը ինչի գնով է լինում։ Եթե ներողություն պատասխանեմ երկու հարցին էլ էլի, եթե միայն մեզանից կախված լիներ խաղաղությունը, դա կլիներ շատ արագ, բայց ակնհայտ է, չէ՞ որ եթե խոսում ենք խաղաղության մասին, ուրեմն եղել է կոնֆլիկտ, ուրեմն կոնֆլիկտը առնվազն ունի երկու կողմ եւ միայն մեզանից չի կախված խաղաղության հասնելը։ Եվ հենց դրանով է պայմանավորված, որ մենք ունենք դժվարություններ, ինչպես որ ունեն բոլոր պետությունները, որոնք իրար հետ ունեցել են կոնֆլիկտներ, դժվարություններ։ Հիմա դուք այսօր որ նայում եք աշխարհի հիմնական թեժ կետերի թեժ կոնֆլիկտներին, այնտեղ ամեն ինչ արագ է լինում, որտեղ նույնիսկ գերտերություններն են փորձում ուրեմն ամենօրյա ռեժիմով ջանքեր են գործադրում, որ խաղաղություն հաստատվի։ Միջուկային պետություններն են փորձում, որ խոստանում են, որ պետքա խաղաղությունը լինի արագ, բայց ստացվում է արագ, չի ստացվում։ Մենք էլ բնականաբար այդ համակարգի մի մասն ենք, բայց մենք հետ չենք կանգնում մեր հանձնառությունից, եւ ինչ վերաբերում է գնին, որ ասեցիք, կարևոր հարց եք տալիս, մենք մեր կարմիր գծերը մշտապես հայտարարել ենք։ Մենք ասել ենք, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, սուվերենությունը մեզ համար ֆունդամենտալ արժեք է եւ դրանից որևէ հետքայլ ու կոմպրոմիս չի լինելու։ Մնացած դե մենք դրա մասին խոսել ենք, որ այո, մենք հայտարարել ենք, որ Հայաստանի Հանրապետության ավելի քան 200 քառակուսի կիլոմետր տարածք օկուպացված է, բայց մենք
մեր առջև այդ տարածքները վերադարձնելու ռազմական խնդիր չենք դնում, որովհետև կարծում ենք, որ սահմանազատման ճանապարհով հնարավոր է այդ հարցը լուծել։ Եթե Նիկոլ Փաշինյանը փայլուն կառավարում է, ինչու է ամեն ինչ այդքան վատ։ Սակայն չի դաշնական մտածում, որովհետև տեխնացու չունեն, ասում են, օրինակ անգլիացի համարեն ասում է Ռոբերտ Քոչարյանից պատգամավորները ԿՊԱ-կան վախենում են, դրա համար չեն առաջադրում, թե չկառաջադրենք, վախենում եք Քոչարյանից։ Դե եթե Ռոբերտ Քոչարյանից մենք վախենում էինք, 2021 թվականին Ռոբերտ Քոչարյանը պատգամավորական մանդատ ստացավ, թող գար մի հատ մեզ վախեցներ, բախի չեկավ։ Կարող է Ռոբերտ Քոչարյանը ինքը վախեցավ, որ չեկավ մեր դեմ դիմաց չկանգնեց։ Մենք շատ սիրով կուզենայինք, մենք շատ BTS էլ եմ ասում, ինչ պետք է իրան անեինք։ Ինչ պիտի անենք, պիտի խոսայինք, պիտի բանավիճեինք, ուրիշ ինչ որ բան պիտի անենք, բա թող գար։ Բա չէ, պարոն Կոնջորյան, լինի ձեր դիմացը Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը իրար դիմը, որ տենց փոխադարձ։ Ինձ համար նպաստավոր, ինձ համար եթե ինչ որ մեկին է կարա թվա, որ նպաստավոր պայմաններա, որ դուք եք օրինակ Նարեկ ջան հարց տվողը։ Ես չեմ կարծում, որ այդ տեսանկյունից պետք է նայել, եթե կա խորհրդարան, եթե կա խորհրդարան, եթե կան խորհրդարանական ուժեր, որոնց որ քաղաքացիները ընտրել են, մենք պիտի հաշվի նստենք այդ ուժերի դասավորության հետ եւ պիտի իրենց հետ փորձենք աշխատել, ինչը ենթադրում է նաեւ քաղաքական բանավեճ։ Իսկ եթե այդքան տենց Ագնեսա Խամոյանը եւ մյուսները խրոխտ ասում են, որ թե մենք վախենում ենք, շատ լավ, բայց Ռոբերտ Քոչարյանը մանդատը վերցներ, գար հələ մի հատ տենային ով ա ումից վախենում։ Կարող է ինքը վախեցավ դրա համար մանդատը չվերցրեց։ Բայց քաղաքական թիմի առաջնորդներ գնացել էր իր դեմքով երկրորդ տեղն էին զբաղեցրել։ Բա թող վերցներ այդ բանը։ Չնայած հենա, ոնց որ պուն ասելա, որ իրանց պատրաստ են առաջադրեն, չէ՞։ Պուն։ Չի ասել պուն որ։ Պուն, չգիտեք ինչ, հապավում է։ Պարոն Կոնջարյան, դուք ասացիք, որ կիսում եք տեսակետը, որ Նիկոլ Փաշինյանը փայլուն է ղեկավարում, բայց այս 7 տարիների ընթացքում հանրության մոտ ակնհայտ է, որ 2018-ի այդ իրավիճակի 180 աստիճանով փոխվել է, գոնե մեծամասնության մոտ, սա ենթադրում է, որ ձեր իշխանությունը տապալել է, եւ եթե փայլուն է ղեկավարում, ինչու է ամեն ինչ այդքան վատ։ Տես, փայլակ, արի առաջնորդվենք տրամաբանությամբ։ Դու ասում ես, որ 7 տարվա ընթացքում տապալվել է, չէ, 180 աստիճան փոխվել է։ 180 աստիճանը նշանակում է, որ ծայրահեղ բևեռային հակառակ տրամաբանությունն է։ Բայց եթե 7 տարվա մեջ 180 աստիճան փոխվել է։ Ոնց եղավ, որ 2021 թվականին քաղաքացիները մեզ տվեցին միանձնյա մեծամասնություն։ Չէ, բայց դու տես փայլակ, դու ասում ես մի րոպե։ Դու ասում ես 7 տարվա ընթացքում 180 աստիճան, բայց 2021-ին մարդիկ էլի մեզ տվել են միանձնյա բան, միանձնյա այդ ում հաշվարկով Գելափը 2021 թվին ասում է Ռոբերտ Քոչարյանը գա բան դառնալու է բան առաջի տեղ զբաղեցնելու։ Հա? Մենք ներողություն, մենք 2021 թվականից առաջել ենք, որոշ թիմերում պարտվել եւ 2021 թվականին գնացել հաղթել ենք, իսկ ով ասեց, որ մենք պիտի ունենանք այնպիսի երկիր, որտեղ որ իշխող մեծամասնությունը պարտադիր բոլոր տեղերում աբսոլյուտ իշխանություն պետք է ունենան։ Դուք տենց բան եք ուզում, դուք տենց երկիր եք ուզում, չէ, մենք իհարկե որպես քաղաքական ուժ մասնակցում ենք թիմերին, փորձում ենք հաղթանակել, բայց նաև ժողովրդավարությունը ենթադրում է, որ ինչ որ մի տեղում թիմում կհաղթես, ինչ որ մի տեղում կպարտվես, ինչը չի նշանակում, որ դա պետքա ուղղակիորեն պրոյեկտել համապետական ընտրությունների վրա։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ 2021 թվականին բազմաթիվ թիմերում քաղաքապետերը ոչ միայն ընդդիմադիր էին, այդ քաղաքապետերը այն ժամանակվա փրկության շարժման առաջամարտիկներն էին, դուրս էին եկել իշխանության դեմ եւ 2021 թվականին այդ թիմ որոշ քաղաքներում ենք 60%-ից ավել ձայն ենք հավաքել։ Ես խնդրում եմ մեկը մյուսի հետ այդ ձև չկապել, բայց բնականաբար մենք հետևություններ անում ենք, սխալները փորձում ենք ուղղել եւ առաջ ենք։ Պարոն Կոնջարյան, 2010 իր ինքը հարց չի տվել։ Մայիսի շքերթին Չէ, չի քննարկվել, չի Պարոն քննարկվել։ Կոնջարյան, 2018-ից առաջ, երբ որ դուք եւս լրատվական Չէ, չի քննարկվել այդ հարցը։ Գնա թե ոչ ասես։ Եթե վարչապետը որոշում է կայացրել, որ պիտի գնա, ուրեմն պետք է գնա։ Համեցեք։ 2018-ից առաջ Ես չէի Ժորժ ջան, ես չեմ մեկնաբանում այլ երկրների ղեկավարների Պարոն Կոնջարյան, կարամ հարցս տամ ժողովուրդ։ 2018-ից առաջ, երբ որ դուք եւս լրատվական գործունեություն եք ծավալում, բավականին լավ էր ստացվում ձեր մոտ վերլուծական հաղորդումներ անելը։ Օրինակ, ինչպես կհարադառնայիք, եթե օրինակ Տարոն Մարգարյանը լիներ քաղաքապետ եւ նրա վարչական շրջանի ղեկավարը ու այդ եթերում մարզեց է։ Ինչպիսի հաղորդում կնկարեր Հայկ։ Ես կդատապարտեի բռնությունը եւ հիմա էլ եմ դատապարտում բռնությունը
դատապարտում եմ ֆիզիկական բռնությունը, դատապարտում եմ վերբալ բռնությունը, դատապարտում եմ հոգեբանական բռնություն, ես դատապարտում եմ բոլոր տեսակ բռնությունները, դատապարտել եմ այն ժամանակ, դատապարտում եմ հիմա եւ դատապարտելու եմ նաեւ ապագայում։ Եվ ես կարծում եմ ու համոզմունք ունեմ, որ ընդհանրապես բռնությունը մեր քաղաքական մշակույթում պետքա տեղ չունենա։ Մնացածը ես կարծում եմ քաղաքական պատասխանատվության մասը, ես կարծում եմ, որ ամեն դեպքում, քանի որ նոր-նորքի թաղապետը այլ քաղաքական ուժի ներկայացուցիչ է, ես կարծում եմ, որ դա իրենց քաղաքական պատասխանատվության տիրույթում է, իրենց քաղաքական պատասխանատվության տիրույթում է եւ քաղաքապետարանի քաղաքական պատասխանատվության տիրույթում է։ Ես արդեն պատասխանեցի, ես դատապարտեցի բռնությունը, եթե առաջնորդվեինք ձեր տրամաբանությամբ, ես նաև պիտի չդատապարտեի, բայց կապ չունի, ես դատապարտում եմ բռնությունը։ Ես ճիշտ ասած չեմ կարող մեկնաբանել այդ կոնտեքստում։ Միայն բանավոր դատապարտելով եւ այլ գործընթացներ չունի դա ինչ կանոն է, ճիշտ այդ դեպքում բոլորը։ Նարեկ ջան, ես հասկացա, ես կարող եմ, երբ որ խոսքը վերաբերվում է հետևանքների մասին եք հարցնում։ Խնդրեմ, ասեք։ Հա, խնդրեմ, ասեք։ Այդ եք հարցնում։ Տեսեք, ես կարող եմ այդ համատեքստում պատասխանել հարցերի, որոնք որ վերաբերվում են մեր քաղաքական թիմին, որոնք վերաբերվում են մեր խմբակցությանը, բայց ես, ճիշտ է, կոալիցիա է, բայց կոալիցիայի յուրաքանչյուր քաղաքական ուժ, յուրաքանչյուր կուսակցություն, որը իր քվոտայով նշանակում է պաշտոնյայի, ինքը պիտի քաղաքական պատասխանատվություն իր տիրույթում է։ Ես խնդրում եմ դուք այդ հարցերը իրենց տվեք։ Եվ նաև քաղաքապետանի տիրույթում է ու քաղաքապետի։ Երկու օր առաջ ձեր լուսանկարը տարածվեց սրճարանից, դուք թզվեղով եք, ուղղակի ուզում եմ հասկանալ դա ինչ-որ ենթամշակույթին հարելու նշան է, թե ձեր իմիջի մի մաս։ Ծիծաղելի հարց եք տալիս, ես այդ հարցին նույնիսկ կարիք չեմ համարում պատասխանել։ Այլ հարցեր կան, շնորհակալություն, սիրելի